Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Նիկոլ Փաշինյանն էր խորհրդանի ամբիոնից հայտարարել, թե Հայաստանի ու Բաքվի էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են, փոխադարձ հնարավորություններ ստեղծելով երկու երկրների համար։ Խոսքը գնում է Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի համակցման մասին, ամենայն հավանականությամբ նշանակում է որոշակի բարձրավոլտ էլեկտրական գծերի վերաթողարկում, ենթակայանների մոդեռնիզացիա եւ ի վերջո Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանք։ Իսկ սինխրոնիզացնել հնարավոր է, միավորել հնարավոր չի։ Ադրբեջանի գեներացիոն հյուսությունները բավարար չեն, որպեսզի Հայաստանին մատակարարի։ Թուրքիայի էներգետիկ եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարն իր հերթին թուրքական լրատվամիջոցներին ասել է, թե Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում եւ օգտագործել այս ուղղությամբ առկա հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս գործընթացը կշարունակվի այնպես, որ բոլորին օգուտ բերի։ Հայաստանում էներգետիկ ոլորտի որոշ մասնագետներ սակայն թերհավատ են, պնդում են, որ դա կեղծ օրակարգ է։ Բանն այն է, որ արտահանում ներմուծում գործընթացները ձևավորվում են միջպետական պայմանագրերի արդյունքում, ոչ թե համակարգերի տեխնիկական միավորմամբ։ Ըստ փորձագետների նախ պետք է լինի քաղաքական որոշում ու պայմանագիր արտահանում կազմակերպելու ցանկության վերաբերյալ, եւ միայն դրանից հետո կարելի է խոսել համակարգերը միավորվում են թե ոչ։ Ըստ էներգետիկ ոլորտի մասնագետների սակայն Հայաստանի դեպքում համակարգերի անհրաժեշտություն չկա։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ նույնիսկ Եվրամիությունը տարիներ շարունակ պահանջում են Հայաստանի ատոմակայանի փակումը։ Ու քանի որ ատոմակայանի փակումը կբերի դեֆիցիտի էլեկտրաէներգիայի, փորձում են այստեղ մեջտեղ բերել Ադրբեջանին, որը ասում է, որ ես էլեկտրաէներգիա կմատակարարեմ Հայաստան։ Ըստ Մանվելյանի կա նաեւ պահանջ դադարեցնել կամ սահմանափակել ռուսական գազի ներմուծումը Հայաստան, մինչդեռ Հայաստանի ջերմաէլեկտրակայանները աշխատում են հենց ռուսական գազով։ Այս պայմաններում Հայաստանը փաստացի հայտնվում է էներգետիկ կոլապսի առաջ։ Եվրամիությունը ծրագրեր առաջադրում Հայաստանին, որոնց պահանջներից մեկն է, որ Հայաստանը հրաժարվի ռուսական գազի։ Հարևան 4 երկրների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պնդմամբ սա կապահովի հայաստանյան էներգահամակարգի կայունությունը։ Տեխնիկական խոչընդոտ որպես այդպեսին չկա։ Նախարար Խուդատյանը հայտնել է, թե այս տարի շինարարական մեկնարկի համար պայմանագրեր կունենան շինարարական ընկերությունների հետ։ Խուդատյանը հայտնել է, որ այդ հարցով նաև թուրքական կողմի հետ է բանակցել։ Ես նախորդ տարվա ընթացքում այց եմ կատարել նաև Թուրքիա, այնտեղ հանդիպել եմ Թուրքիայի էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ։ Ֆիքսել ենք, որ դա տեխնիկապես հնարավոր է իրականացնել ժամկետների եւ տեխնիկական լուծումների մասով, այս պահին աշխատանքներ որպես ամփոփում իրականացված չի։ Տնտեսագետներից շատերն էլ նշում են, որ Ադրբեջանն այս պահին հետաքրքրված չէ Հայաստանի հետ էներգետիկ համակարգեր շահագործելու առումով։ Ճիշտ հակառակը, այդ երկիրը փորձում է առանձին համակարգեր կառուցել, շրջանցելով Հայաստանի էներգահամակարգը։ Եվ եթե այդ էլեկտրահաղորդման գիծն անցնի Մեղրիի տարածքով 44 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, դա Հայաստանի էներգետիկ համակարգի մաս չի դառնալու։ Ըստ փորձագետների լինելու է ինքնավար օղակ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։